Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հայ առաքելական եկեղեցիներում պատարագներից առաջ հնչեցնել Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Նա նաև առաջարկում է քննարկման առարկա դարձնել Հայաստանի եկեղեցիների մոտ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի տեղադրելու հարցը։ Փաշինյանն ընդգծել է, որ այս մոտեցումն աշխարհի մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։ Armenia Today հարցում է իրականացրել Երևանում։ Քաղաքացիներից հետաքրքրվելով, կողմ են Փաշինյանի առաջարկին, թե ոչ։ Եկեղեցում կա օրենք, ինչ պետք է հնչի, ինչ պիտի ասեն, ինչ օրենքը Հայաստանի։ Եկեղեցում ինչի պիտի լինի դրոշ։ Չգիտեմ, Ասի ջան, այս կառավարությունից ոչինչ չենք հասկանում։ Ոչ։ Պետությունն ու եկեղեցին չպիտի խառնել իրար։ Փաշինյանի գլխում 5 կոպեկի խելք չկա։ Լուրջ եմ ասում։ Նաև ասում առաջարկում է, որ եկեղեցիների ներսում կամ դրանց տարածքում Հայաստանի դրոշը տեղադրվի։ Ինչի համար։ Այնքան տեղ կա դրոշ տեղադրելու, հələ մտեք Ադրբեջան տեսեք չկան դրոշ են տնկել, ստեղ ընդեղ։ Մենք պետք տանանք եկեղեցում տնկենք։ Այս մի հատ հիմար երեսից ամբողջ ժողովուրդով ընկել ենք այն բանի մեջ, շեստոյ բլյուդի մեջ կներեք։ Չիմանամ ախար ինչ հրամաններ է տալիս այ Ասի ջան։ Ես բան չունեմ ասելու։ Սխալ է դրոշը խեն եկեղեցի։ Կամ եկեղեցի կողքին չէ դրոշ տան։ Ոչ մի բանն էլ դեմ չէ։ Ոնց ուզում են։ Ոչ։ Շատ լսեք Փաշինյանին լավ կլինի։ Իմ համար մեկը երևի։ Եթե մտածել է ինչ որ հիմնավորում ունի, չեմ կարող ասեմ, ոչ դեմ եմ, ոչ էլ կողմ եմ։ Ամեն ինչ կարելի է սպասել այս երկրից։ Նիկոլ Փաշինյանը ինչ կապ ունի։ Պատարակի մեջ ինչ կապ ունի ինքը։ Ինքը քահանա է, ինչ է։ Վարչապետն։ Վարչապետն է, թող այդ առաջարկություն անի կառավարության նիստի ժամանակ։ Իր Facebook-յան էջում է արել այդ առաջարկը։ Ես Facebook-ից գաղափար չունեմ տենց հնարավորություն։ Այդ եկեղեցիները որտեղ են գտնվում։ Հայաստանի տարածքում։ Հայաստանի տարածքում են, իմաստը որն է։ Իմաստը որն է։ Առանց էլ մենք գիտենք, որ եկեղեցիները Հայաստանում են գտնվում, Հայաստանի տարածքում են։ Իմաստ ես չեմ գտնում այնտեղ երրագույն դրոշի։ Ընդհանրապես ասենք եկեղեցին պետք է եկեղեցիական երգեր լսենք, էլի ոչ թե օրենքը իմ կարծիքով։ Նաև առաջարկում, որ եկեղեցիների ներսում կամ տարածքում տեղադրվեն Հայաստանի դրոշը։ Չեմ կարող ասեմ։ Արդյոք պետք է եկեղեցու ներսում դրոշ լինի։ Երևի չէ։ Հայաստանի օրենքը եկեղեցիներում չէ։ Նաև առաջարկում է, որ եկեղեցու ներսում կամ տարածքում լինի Հայաստանի դրոշը։ Դե եթե տարածքում Հայաստանի կարելի է դրոշը լինել, բայց եկեղեցիական որպես դա օրենքով ինձ թվում է չի կարելի էլի։ Ինչ կլինի որ մեկ դուք ես ձեր ծրագրերին անում եկեղեցի ասում եք եկեղեցին դա հայոց ժողովուրդն է ոչ թե ինչ-որ մի քանի քահանաներ ես ոչ Փաշինյանն եմ օգնում որ քաղաքականության հետ չեմ սիրում քաղաքականությունը լավ բան չէ բայց մեր կաթողիկոսին շուտապույտ փոխել է պետք ինչու այդքան բան են ասում իրա մասին մի հատ չբան արեց առարկեց մի հարցը մի անգամ չառարկեց Ես ընդհանրապես իրան դեմ եմ Ես ուս կարամ իրան կողմ լինեմ, չեմ կարա։ Նաև առաջարկում է, որ եկեղեցիներում եւ եկեղեցիների տարածքում Հայաստանի դրոշը։ Մի խոսացրեք էլ իր մասին, տեսեք ներվայնացա ինձ։ Ես չեմ կարա խոսել։ Չեմ մտածել ճիշտն ասած, չգիտեմ, ցազումա թե չէ, չեմ պատկերացնում։ Նաև առաջարկում, որ եկեղեցիների ներսում կամ տարածքում լինի Հայաստանի դրոշը տեղադրեն։ Դրոշը վատ բան չի, ինչի ոչ։ Եթե մենք սիրում ենք մեր դրոշը, միգուցե, չգիտեմ, ես այդ տարբերությունները, եթե անկեղծ, չգիտեմ, եկեղեցու, պետականության, ես իմ մեջ հավատք ունեմ եւ այդքան կարող եմ ասեմ։ Դժվար եւ վիճելի հարց է ճիշտն ասած։ Եկեղեցին Աստծո տունն է։ Ես կարծում եմ պետք է պատարագ հնչի, աղոթք հնչի։ Դա իմ անձնական կարծիքն է։ Նաև առաջարկում է, որ եկեղեցու ներսում կամ տարածքում լինեն Հայաստանի, տեղադրվեն Հայաստանի
դրոշը։ Էլի վիճելի հարց է, չեմ կարող հիմա հստակ պատասխան տալ, բայց ես գիտեմ, որ եկեղեցին Աստծո տունն է, դեպի աղոտ քնչի։ Ինչ կապ ունի օրհնեկը եկեղեցու պատարակի հետ։ Չէ։ Դրոշը կարելի է, դրոշը խորհրդանիշ է, երկրի խորհրդանիշն է։ Ինչ որտեղ կարելի է, բայց էլի պարտադիր չի։ Եթե կարգը տենց է, եթե ինչի առաջ տեն շեղ է։ Ոչ։ Չգիտեմ ճիշտ ասած։ Ինձ համար մեկ է։